Թե ինչու են մարդիկ ասում, որ ժուլիենը երկար պատրաստվող ուտեստ է, չեմ հասկանում։ Ես միշտ սկսել եմ հավի կրծքամիսը խաշելուց, իսկ այդ ընթացքում արել եմ մնացած գործողությունները։ Ի դեպ, ովքեր չգիտեին, հավի կրծքամիսը շատ հեշտ է թելթելանել հարիչով։ Մինչ հավի կրծքամիսը խաշվում է, սոխառած ենք անում պարտադիր կարագով։ Մի փոքր տապակվելուց հետո վրան ենք ավելացնում շամպինյոն սունկը եւ թողնում ենք կրկին տապակվի։ Ի դեպ, ես սունկը չեմ լվանում, բավական է մաքրել եւ ոտիկի հատվածը մի փոքր կտրել։ Դա սովորել եմ խոհարար ընկերներիցս։ Մինչ սունկը տապակվում է, մենք օգտագործում ենք գազօջախի մյուս աչքը եւ պատրաստում ենք բեշամել սոուսը։ Ինչպես ցույց տվեցի հոլովակի սկզբում, կարագի վրա ավելացնում ենք ալյուր, մի փոքր բովում ենք, հետո ավելացնում ենք կաթը եւ անդադար խառնելով եփում ենք մինչեւ պնդանա։ Համեմունքներից օգտագործում ենք աղ, սև պղպեղ եւ պարտադիր մշկընկույզ։ Սոուսն էլ է պատրաստ, սունկը համեմում ենք աղով, սև պղպեղով, վրան ենք ավելացնում թելթել արված հավի կրծքամիսը, մի փոքր էլ այդպես ենք տապակում, տեղափոխում ենք տարայի մեջ, վրան լցնում ենք սոուսը, քերված պանիր եւ տեղափոխում ենք ջեռոց։ Այսքան բան, էլ չտեսնեմ ասեք երկար է պատրաստվում, անպայման փորձեք։